Տեսեք, նախ շատ կարևոր է անձի որոշումը։ Ես ինքս որոշել եմ, որ ինձ համար մանդատը չի կարևոր, եթե խորհրդարանը այսպիսի տեսք պետք է ունենա, այսինքն եթե քաղաքացիական պայմանագիրը այս ընտրություններում պետք է ստանա այնքան քվե, որ նորից պահպանի այս վիճակը, այդ ժամանակ ես այդ խորհրդարանում անելիք չունեմ եւ հետեւաբար անկախ նրանից որ տեղում էի լինելու, ես ինքս հրաժարական էի տալու եւ մանդատ չէի վերցնելու, հետեւաբար այդ առումով նախընտրած իմ առնվազն առաջարկացի իմաստը հետեւյալն է եղել, որ ինչքան հնարավոր է հետ, որպեսզի նաեւ ուղերձ լինի հանրությանը, որ այս ընտրությունները մանդատի ընտրություն չեն։ Սա այս իշխանություններից ազատվելու հնարավորություն է։ Մանդատի կռիվ պետք չի տալ։ Ցուցակները պայմանական են։ Գլխավոր խնդիրը այս իշխանությունից ազատվելն է։ Երկրորդը նաև հնարավորություն, որ այլ մարդիկ ավելի ակտիվ նաև անձինք լինեն առնվազն գոնե ինձնից առաջ, որպես նաև հնարավորություն, որ տեսեք, մենք ունենք շանս, հնարավորություն այս թիմով նաև նոր որակ բերել մեր երկրում։ Եվ վերջապես երրորդ կարևոր հիմնավորումը իմ կարծիքով դա հետևյալն է, որ նաև բոլոր մնացած ուժերին պետք չի մտածել, որ ցուցակում որ տեղում ես, այնքան անելիք կա, ընդդիմության հաջողության դեպքում հսկայական գործ կա անելու։ Եվ կարևոր չէ, թե ցուցակում որ տեղում ես լինել։ Այո, միանշանակ։ Սերյան Օհանյանն է այդ կերպ հաստատի որոշել, որ պետք չի մասնակցել, որովհետև խմբակցության փաստորեն ղեկավարներ եւ նա որոշել է, որ չի լինելու։ Ես որքան տեղյակ եմ, պարոն Օհանյանը նաև տվել է հրապարակային պարզաբանում այդ առումով, այո, թե նոր մարդկանց հնարավորություն տալու առումով եւ թե նաև որ պարլամենտական աշխատանքից դուրս այլ աշխատանք էլ կա։ Եվ նաև շատերի, այսպես ասած, պատասխանն է սա, որ այդ մանդատների համար եք դուք մնում եւ այլն, չէ, մանդատը բացարձակ կապ չունի պայքարի հետ։ Պայքարը կարևոր է, անհրաժեշտ է ու պիտի տանել։ Ցուցակի համար վեճեր եղել են, թե ոչ, որովհետև դուք կարծես թե ակնարկեցիք այդ մասին, որ մանդատի համար չենք գալիս, այլ իշխանափոխության, եւ նաեւ այն հանգամանքը, որ Գառնիկ Դանիելյանն էր 14-րդ տեղում, հետ չէ իր համար իր առումով, քանի որ նա ակտիվ падգամավոր է եղել, շատ է հանդիպում քաղաքացիների հետ եւ փաստորեն վերջին հորիզոնակը Ես որևէ վեճի մասին չասեցի, չէ։ Բնականաբար ցանկացած ընտրություններից առաջ նման քննարկումը ինքնին ծավալուն է, դժվար է եւ այլն, բայց վեճի մասին բացարձակ չկա խոսք։ Ես իմ մասով ասեցի, իմ որոշման մասով եւ համարում եմ, որ նույնիսկ եթե օրինակ օրենքով պահանջվեր, որ համագումարը պետք է հաստատի 50 տեղը, ես խնդրեի, որպեսզի ինձ 50-ում դնեին։ Դա էլ էր տարբերակ, դա արդեն չկարողացա ընկերների պնդումներին այդտեղ չէ, այդտեղ արդեն չէ, ասեցին, որ դե անպայման գոնե ցանկի վրա լինես, որովհետև բոլորն էին դեմ, որ ես հետ տեղերում լինեմ, դա իմ որոշումն է եղել։ Զարմանալի կարող է թվալ շատերին, բայց իրականում չկար երևի տենց մարդ մեր ղեկավար կազմից կամ բան, որ չասես առաջին տեղում ես եմ որոշել եւ ես համարում եմ, որ շատ կարեւոր է նաեւ այս մշակույթը բերել մեր իրականության մեջ։ Ի վերջո մեր արժեվ կանգնած խնդիրը մանդատի խնդիր չէ։ Խորհրդարանում մեկ ավել ձայն, մեկ պակաս ձայնի խնդիր չէ։ Այսօր խնդիրը շատ ավելի գլոբալ է, շատ ավելի հստակ է եւ շատ ավելի պարզ է։ Գառնիկ Դանիելյանը ինչու է 14-րդ տեղում, քանի որ ամենաակտիվ պատգամավորներից է։ Դիլներ չէ, իզնից առաջ չեն։ Լավ չի բա։ Հայաստան 3 բարգավաճ Հայաստան կուսակցության։ Ի վերջո ներողություն եմ խնդրում, ի վերջո, չէ, ի վերջո անսահմանափակ չի, չէ, տեղերը։ Հիմա
Եվ դաշինքն էլ իր առանձնահատկությունն ունի, բա ինչ եք կարծում։ Եթե առանձին որպես կուսակցություն մասնակցես, այլ բան է, երբ որ դաշինքով ես մասնակցում, դա այլ բան է։ Ուզում եմ ասել, եւ վերջին հաշվով իսկապես ցանկը էական չի եղել մեր քննարկումներում։ Երեք Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Քոչարյանին չեն ընտրելու, կոալիցիա չեն կազմելու, եթե չեմ սխալվում, ու ընդհանրապես բոլոր ուժերը նման հայտարարությամբ են հանդես գալիս երթողականին մասին։ Ինչ կասեք սրա մասին, ինչու է նման պատկերացում։ Ես չգիտեմ, չեմ ուզում այս նախընտրական շրջանում ընդդիմադիր դաշտի մյուս խաղացողների վերաբերյալ ինչ-որ բաներ ասել, բայց ես ընդամենը հորդոր կուղղեմ իրենց, որ հարգելիներս, գլխավոր խնդիրը նոր քիչ առաջ քննարկումն էր, չէ՞ դա ասում։ Գլխավոր խնդիրը այս իշխանությունից ազատվելն է։ Մի փորձեք մրցակից կամ թիրախ մեզ սարքել։ Այդպես որ նայենք բոլոր ուժերի համար Հայաստան դաշինքը եւ Ռոբերտ Քոչարյանը կամ Դաշնակցությունը թիրախ են, անհասկանալ ձևով։ Իշխանության համար հասկանում եմ, իշխանության համար թիրախ ենք, որովհետեւ իրենք գաղափարական տեսակետից անցած ճանապարհով, փորձառությամբ, այսօրվա եղած քաղաքական ուժերից եւ անձանցից իրանք վախենում են, իրանք, չգիտեմ, գիշերները կարող է երազ են տեսնում, որ հնարավոր է, որ գա Դաշնակցությունը իշխանության, Քոչարյանը իշխանության, այս դաշինքի իշխանության, որտեղ անխուսափելի է արդարության վրա հիմնված պատասխանատվության պահը։ Օրինական, սահմանադրական կարգով մարդիկ պետք է պատասխան տան իրենց արածների, իրենց ենթադրյալ հանցագործությունների համար, այն բանի համար, որ երկիրն այս վիճակի են հասել մեր ժողովուրդներ։ Այդ հասկանում եմ, որ իշխանությունը թիրախավորում է, բայց ես կհորդորեմ, որ ընդդիմությունը չանի այդ բանը։ Ընդդիմադիր դաշտում մենք այսօր ունենք այս ներքաղաքական կյանքում մեկ թիրախ։ Այդ թիրախը այս իշխանությունն է։ Այս իշխանությունը չպետք է վերարտադրվի։ Դե ասում են, տեսեք, եթե Քոչարյանը չլիներ Դաշնակցությունը առաջնար, օրինակ ընդդիմադիրներից ես շատ լսել եմ, ավելի շատ կլիներ շանսերը անցնելու, իսկ այսպես Քոչարյանը խանգարում է եւ օգնում է Նիկոլի վերարտադրության։ Դա հերթական ձևերից մեկն է դաշինքը թիրախավորելու։ Նույնիսկ եթե այդպես իրենք մտածում են, բայց արդեն ձևավորված դաշինքը կա, դուք ինչ եք դաշինքին հարվածում։ Թեև այդտեղ հարցը ճշմարիտ է դա, թե չէ, այդ պնդումը, որովհետև ի վերջո մի ուրիշ բան էլ ձեզ ասեմ։ Դաշնակցությունը ունի իր կշիռը, նախագահ Քոչարյանը իր կշիռը։ Մեր գնահատմամբ, անձամբ իմ գնահատմամբ, այս երկուսի կշիռների մեխանիկական գումարը շատ ավելի քիչ է, քան միացյալ դաշինքի կշիռը։ Դա ապացուցեց նաև 2021 թվական, եթե առանձին վերցած սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս 4-5% առանձին դաշնակցություն, 6-7% նախագահ Քոչարյան, բայց միավորումը 20% եւ ավելի տվեց։ Այսինքն միավորումը, եթե կարող է ավելի մեծ կշիռ տալ, ինչի՞ չգնալ այդ տարբերակին, այլ մտածել առանձին գնալու։ Սա հենց թիմային կամ համագործակցված աշխատանքի լավագույն ձևերից մեկն է եւ միջազգային ասպարեզում էլ կա, միջազգային փորձում էլ կա, որ դաշինքների ձևավորումը բերում է շատ ավելի մեծ ու դրական էֆեկտի, քան թե առանձին վերցրած քաղաքական ուժերի կամ անձանց մասնակցությունն է ընտրություններում։ Հակառակը, ես կարծում եմ, եթե ընտրական օրենսգրքում այս խայտառակ բարձր շեմը չլներ դաշինքների համար, կարող է նաև այլ դաշինքներ ձևավորեին, որովհետև փաստացի հիմա ինչ է ստացվում, ստացվում է, որ մենակ Հայաստանն է, որ դաշինքով է գնում ընտրության։ Ո՞ն այս պահին դա է։ Բայց չի իջեցվել, նախկինում 10 չէր։ Չէ, նախկինում հակառակը ավելի ցածր էր։ Ձեր ընդունած սահմանադրությունը չի բան։ Չէ, սահմանադրական կարգավորում չի եղել սա։ Սա 21 թվականին ընտրական օրենսգրքում ԿՊ-ական իշխանության կողմից ընդունված ընտրական օրենսգրքի բանն է, շեմն է։ Այո, կուսակցությունները իջեցվել է 4%, բայց դաշինքներինը բարձրացվել է։ Պարոն Մինասյան, ներկայացնող Հայաստան դաշինքի ներկայացրած ծրագիրը, Այո։ հստակ շեշտադրում կար նաև սոցիալական ոլորտի, դա ինչպես է պատկերացնում իրականությունը, եւ մի փոքր բարձրաբանենք այն տաքսիստների եւ գյուղտնտեսության ոլորտի աշխատողների ստաժը, ինչ մեխանիզմներով պիտի լինի։ Օրենսդրական շատ պարզ է դա, այսօրվա կարգավորումների համաձայն ոչ
հողագործ գյուղացիների եւ ոչ էլ տաքսի ծառայություն մատուցող օրինական կարգով, արկային դաշտում գրանցվողների աշխատանք չի համարվում աշխատանքային ստաժ զարմանալիորեն։ Հիմա տեսեք, ասենք հողագործ մեր գյուղացիների մասով գյուղատնտեսությունը ազատված է հարկից։ Բայց մյուս կողմից այդ մարդը, որ աշխատում է, բերք ու բարիք է ստեղծում, իր աշխատանքի դիմաց հետագային որ թոշակի է գնում, չի հաշվարկվում թոշակ։ Տաքսիների մասով նույն վիճակն է։ Հիմա մենք առաջարկում ենք նախընտրական ծրագրով, ասում ենք, այս առնվազն այս երկու սուբյեկտները պետք է օրենքի ուժով ստանան այդ հնարավորությունը։ Իդեպ մի բան էլ ասեմ, շատ են խոսում թվերի մասին, իրականում այդ թվերը շատ մեծ չեն եւ հնարավորությունը կա, որպեսզի թոշակային համակարգի վրա էլ այդքան մեծ ծանր բեռ, անտանելի բեռ չլինի։ Վերջնական հələ հաշվարկները կատարվում են, բայց խոսքը գնում է մի քանի մաքսիմում տասնյակ քանի հազար մարդու մասին ձևակերպումը մի քիչ լավ չէ։ Հաշվարկ լինելու է, այսինքն ընդունվեց այդ օրվանից պետք է հաշվի շտաժը, թե պետք է օրինակ կարող են ուսումնասիրել այդ մարդը քանի տարի է աշխատում եւ այլն։ Բնականաբար, չէ, ես մտածեցի հետին տվող փողերը տալը, չէ, հետին տվող փողերը տալը չէ, բայց անձը եթե աշխատել է օրինակ 2010 թվականից, օրենք ընդունվեց 26 թվականին կամ 27 թվականին, բնականաբար 10 թվականից սկսած իր աշխատանքային ստաժը հաշվարկվելու է։ Այո։ Բայց ես ներողություն եմ խնդրում, պիտի գնամ, էլի։ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին, որ նա ասում է, որ Ռոբերտ Քոչարյանից արդեն հոգնել են, պետք է հետ քաշվի եւ այլն, ինչ կասեք այս մասին։ Ես չգիտեմ, պարոն Ծառուկյանի կարծիքը որտեղից է վերցրել։ Դուք տեսնում եք երկրորդ նախագահի ակտիվ գործունեությունը, աշխատանքը, էնտուզիազմը, եթե հոգնած մարդը Ռոբերտ Քոչարյանն են ուզում ասեն, այդ դեպքում ես չգիտեմ ակտիվ կամ աշխուժ ով են քաղաքական գործիչը։ Եթե նկատի ունեն Նիկոլ Փաշինյանի նման այդ վարքագիծը, այդ վարքագիծ մեր քաղաքական դաշտում փառք Աստծո, որ ուրիշ մեկը չկա։